Քաղցկեղի դեմ պայքարը չունի սահմաններ։ Տարբեր երկրներից մոտ 400 ուռուցքաբան, առողջապահության մասնագետ եւ փորձագետ Երևանում է մասնակցելու հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսին։ Միջոցառման այս տարվա խորագիրն է հայկական ուռուցքաբանություն, համարձակ ծրագրերից մինչեւ դրանց իրականացում։ Բոլորի ուժերը մեկտեղված են քաղցկեղի դեմ պայքարի համար։ Եվ եթե բազմաթիվ ուղղություններով բուժումները արդեն ուղեցույցային են, միևնույն է ուղեցույցներում կան իրավիճակներ, որոնց պատասխանները դեռ վիճահարույց են, եւ այս հարթակի միջոցով, այս քննարկումների միջոցով, մեր արտասահմանյան հյուրերի հետ քննարկումների միջոցով մենք փոխանակում ենք մեր փորձով, կիսում ենք իրենց փորձը։ Թորակալ եւ վերակառուցողական վիրաբուժություն, օնկոուրոլոգիա, մանկական ուռուցքաբանություն։ Մասնակիցները քննարկել են Հայաստանում իրավիճակն ու համեմատել միջազգային ցուցանիշների հետ։ Զեկույցներ են ներկայացրել հայ եւ արտասահմանցի մասնագետները։ Առաջին տարին չէ, որ աշխատում ենք ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ։ Այստեղից 14 բժիշկ այցելել է մեր կլինիկա։ Նրանք էլ շատ լավ գիտեն, որ մեր գործակցության նպատակը հայ բուժառուներին օգնելն է, ոչ թե նրանց մեր բուժհաստատություն տանելը։ Շատ ուրախ ենք եւս մեկ անգամ հանդիպել եւ փորձի փոխանակում իրականացնել մեր հայ գործընկերների հետ։ Հայաստանում այսօր կարելի է ասել, որ քաղցկեղի բուժման ողջ սպեկտրը թե դեղորայքային, թե հետազոտական եւ թե նաեւ ունենք արդեն այս տարի ներդրված ռոբոտային վիրաբուժության, նախորդ տարիներին ներդրված ռադիոթերապիայի առումով իսկապես շատ մեծ առաջընթաց է։ Բայց այնուամենայնիվ պիտի վերադառնանք միշտ պացիենտին, նրա փորձառությանը, նրա հնարավորությանը, ֆինանսական եւ ֆիզիկական հասանելիությանը։ Այս տարի միջոցառումն անցկացվում է նոր ձևաչափով։ Կոնգրեսի մասնակիցներն ուղիղ եթերում հետևում են ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվող 3 բարդ վիրահատության, ապա քննարկում դեպքերն ու վիրաբուժական մեթոդները։ Վստահ եմ, որ Հայաստանում ուռուցքաբանության զարգացումը ընթանալու է նաև գիտական, հետազոտական զարգացման ուղիով, որտեղ մենք չենք կարող խոսել բուժման որակի բարձրացման մասին, եթե մեր մասնագետները մշտապես ընդգրկված չլինեն գիտական, հետազոտական աշխատանքում։ Նախարարի խոսքով պետական ծրագրերը, սկրինինգները, կլինիկական վերազինումը նպաստել են առողջապահական մի շարք ցուցանիշների փոփոխությանը։ Օրինակ 2024-ին կյանքի միջին տևողությունը բարձրացել է, հասնելով 78.6 տարեկանի։ Ավանեսյանը փաստում է, աշխատելու տեղ շատ կա, հատկապես հանրային մտածելակերպի փոփոխության, ծխելու դեմ պայքարի եւ ֆիզիկական ակտիվության խթանման ուղղություններով։ Արամ Մանանդյան, լուրեր։